հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունը իր յուրօրինակ տեղում ունի։ Դա իր պատմությունը ունի, որ 90-ականներից է գալիս, բայց ավելի ընդգծված եւ ավելի կարեւորություն է ստացել հատկապես 2020 թվականից հետո։ Պայմանավորված են իրադարձություններում, որ տեղի ունեցան Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն աջակցության համար, որ ցուցաբերել եք դուք որպես նաեւ տեղական իշխանություններ։ Եվ ձեր հայտարարությունները, ձեր ընդունած որոշումները եւ հետագայում նաեւ կոնկրետ գործողությունները մեծ աջակցություն են եղել եւ դրանք նպաստել են նաեւ որպեսզի մենք կարողանանք այդ ծանր իրավիճակում եւ մենակ չզգալ եւ նաեւ իրականում կարողանալ օգնել հատկապես Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղափոխված մեր հայրենակիցներին։ Մի ամենակարևոր կողմը երևի է, որ այդ համագործակցության արդյունքում արդեն կան կոնկրետ գործեր, որոնք արդեն իրենց արդյունքն են տվել եւ դրանք Հայաստանի տարբեր մարզերում են։ Դրանք Սյունիքում են, դրանք Տավուշում են, դրանք Գեղարքունիքում են։ Տարբեր բնակավարներ են, գյուղատնտեսություն, առողջապահություն, կրթություն եւ ամենակարևորը նաեւ որ դրանք նպաստում են տեղում հենց տեղական իշխանության կարողությունների մեծացմանը։ Նորից շնորհակալություն եմ հայտնում եւ ուրախ եմ նաեւ ձեզ տեսնելու համար։ Merci, Monsieur le Président, de votre temps et d'avoir bien voulu. Պարոն նախագահ, շնորհակալություն ձեր հատկացրած ժամանակի եւ մեր պատվիրակության հյուրընկալելու համար։ Եթե այս ապակենտրոնացված համագործակցության համաժողովը հաջողությամբ հսակվեց, այդ առիթով միայն պետք է շնորհակալություն հայտնել հայ եւ ֆրանսիական տեղական իշխանություններին։ Եվ այսօր ձեզ այցելում է հենց այդ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություն։ De ces collectivités